Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ քաղաքական հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին։ Բարի երեկո։ Տիկին Զոհրաբյան, Գյումրիում եւ Փարաքարում փաստացի ընդդիմությունը հաղթեց իշխանությանը եւ ակներև դարձավ, որ Փաշինյանը հանրային աջակցություն չի վայելում։ Ձեր կարծիքով այս պատկերը ունենալով ընդդիմությունը հիմա ինչ պետք է աներ։ Տեսեք, ինձ պետք չէր Գյումրիի եւ Փարաքարի ընտրությունը, որպեսզի ես համոզվեի, որ Նիկոլ Փաշինյանը հանրային աջակցություն չունի։ Նիկոլ Փաշինյանի հանրային աջակցությունը պատմական մինիմումի վրա է եւ այդ մասին մի հսկայական ռեպորտաժ էր սարքել նաեւ Բաքվի պաշտոնական ասթիվին, այդ ռեպորտաժում նկարագրելով, որ այսօր Նիկոլ Փաշինյանը իր հանրային աջակցությամբ պատմական մինիմումի վրա է եւ ուստի Փաշինյանը ամեն ինչ անում է Ադրբեջանից խաղաղության պայմանագիր կորզելու համար։ Իհարկե, անչափ կարեւոր էր եւ Փարաքարի եւ հատկապես Գյումրու ընտրությունը, որտեղ մերժվեց նիկոլիզմը, բայց եկեք Գյումրու ընդհանրապես համայնքապետի ընտրությունից պատմական իրադարձություն չսարքենք, հա, ինչի համար, որովհետեւ իհարկե շատ կարեւոր է նաեւ լոկալ համայնքներում, լոկալ բնակավայրերում նիկոլիզմի պարտությունը, հատկապես այնպիսի նախկին նիկոլական քաղաքում, ինչպիսին Գյումրին էր, երբ որ մշտապես անգամ 21 թվականին ԿՊ-ն Գյումրիում ունեցել է առավելագույն աջակցություն, բայց եկեք հասկանանք, որ եթե process չսկսվի Երևանում, Գյումրիի լոկալ ընտրությունները այդպես էլ մնալու են Գյումրիի լոկալ ընտրություն եւ ես կարծում եմ բոլորիս համար էլ կանխատեսելի է ցավոք սրտի, որ այդպիսի լոկալ բնակավայրերում գործող համայնքապետերը գնում եւ խելոք աշխատում են կենտրոնական իշխանության հետ։ Հիմա եթե մենք առաջիկայում, ասենք ապրիլի 16-ին, երբ որ կլինի Գյումրու ավականու ընտրությունը եւ կարծում եմ քաղաքապետ կընտրվի Վարդան Ղուկասյանը, կարծում եմ եթե պարզվի, որ Վարդան Ղուկասյանը կգնա եւ կաշխատի Նիկոլ Փաշինյանի հետ, կարծում եմ որևէ մեկը չի պիտի գա այս տաղավար եւ իր մազերը փոկի եւ ասի ինչի այդպես եղավ, այսինքն մտածել, որ Գյումրուից պիտի հա տեղի ունեցավ ինչ որ մի հատ Նիկոլին տոտալ մերժելու process եւ դրանով հանգստանալ, դա ուղղակի մանկամտություն է, շատ կարեւոր էր եւ շատ կարեւոր էր, որ Գյումրեցին իր քվեն տվեց ոչ թե տանիք սարքողին եւ Վարդան Ղուկասյանը պիտի իմանա, որ ինքը չի ընտրվել Գյումրու համայնքապետ տանիք սարքելու կամ ծորակի հարցը լուծելու համար, դա գյումրեցու քվեն էր, ոչ Նիկոլին շարժմանը։ Բայց եթե Երևանում տեղի չեն ունենալու նիկոլիզմը հեռացնելու, Նիկոլին հեռացնելու process-ներ, մենք ընդհանրապես ունենալու ենք լոկալ փոքր այդպես հաղթանակներ, որոնք ընդհանրապես այս պահին զուտ բարոյական հաղթանակ են։ Եվ գիտեք, ինչն է նաև ինձ համար կարևոր հենց Գյումրու ընտրության մոդելում, որ իսկապես Գյումրին մերժեց նիկոլիզմը։ Տիկին Զոհրաբյան, նաև արցախցիներն են բողոքի ակցիա անում, բայց 4 պահանջ են ներկայացրել՝ բնակարանային ապահովման պահանջ, գերիների վերադարձ, արցախցիների հետ վերադարձ եւ մշակութային ժառանգության պաշտպանություն։ Չկա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ, փաստորեն արցախցիները կարող են ասել, որ ակնկալիքներ ունեն այս իշխանությունից։ Տեսեք, մենք անընդհատ առանցնել այս իշխանությունը կատաղի թիրախ է սարքել արցախցիներին։ Այն արցախցիներին, որոնք ոչ 18, ոչ 21 թվականին Նիկոլ Փաշինյան չեն ընտրել եւ հիմա ինչ որ սեգմենտներ կան, որ արցախցիներից ասում են, չեք ուզում տնավեր մնաք, եկեք Նիկոլի հրաժարականը պահանջեք։ Նախ եկեք չմոռանանք, որ ինչքան համաժողովրդական հանրահավաք եղել է, նրանց զգալի մասը եղել են արցախցիներ եւ անամոթությունա դա չնկատելը։ Մարտիկ 18-ին եւ 21-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեարկության
քվեարկության արդյունքում կորցրել են հայրենիք, այսօր հայտնվել են փողոցում ըստ էության, որովհետև ապրիլի 1-ից կառավարությունը ընդհատել է 40 գումարած 10 հազարական օժանդակությունը, ավելին ինչպես պատմեցին արցախցիները, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ իրենց այսպես ցինիկաբար կոպտորեն ասվել է, որ նույնիսկ այդ հարցում մենք ձեզ հետ քննարկելու ոչինչ չունենք եւ հիմա մենք տեսանք, չէ, ինչպես այս ընթացքում պատերազմից հետո, հա, Նիկոլը ամբողջ այդ ֆեյքային եւ ոչ ֆեյքային ատելությունը ուղղորդել է դեպի արցախցիները։ Սա զարհուրելի է, սա կատարյալ անամոթություն է։ Նայում եմ ԱԳՆ-ի հայտարարությունը, հայտարարության մեջ գրված է, որ Արցախի լուծարման հայտարարությունից հետո Հայաստանի եւ Վառացիցի դեմ, հա, լուծարման վերաբերյալ հրամանագրից հետո Արցախի իրավունքների հարցը դուրս է Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների օրակարգից։ Գիտեք, նույնիսկ անբարոյականությունը, նույնիսկ բարոյալքումը պիտի ինչ-որ կարմիր գծեր ունենա։ Սա տիեզերական անբարոյականություն է, այս իշխանության այս հայտարարությունը։ Մի իշխանություն, որի ղեկավարը 22 թվականի նոյեմբերի 6-ին Պրահայում գնացել եւ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմ, մի ղեկավար, որի Արցախը Ադրբեջանի կազմ ճանաչելը մի քանի օր առաջ կրկին անգամ ողջունել է Իլհամ Ալիևը, մի ղեկավար, որ 19 թվականին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում ծղրտում էր Արցախը Ադրբեջան է եւ վերջ, իսկ հիմա հայտարարում է ուզում եք թռեք վերև, ուզում եք ներքև իջեք ներքև, վախենում է Արցախ բառը տա, Ղարաբաղյան շարժման էջը ես համարում եմ փակված, արցախցիներին, չգիտեմ, ողբերգության եզրին հասցնելով այդ մարդկանց հայրենիքից զրկելուց հետո ԱԳՆ-ն նախորդին հայտարարում է, որ այդ հայտարարությունից հետո Արցախի լուծարման, որը խմբագրել է Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահը 10 անգամ հայտարարություն ուղարկել է կառավարություն, Նիկոլ Փաշինյանը ինքը խմբագրել հետ է ուղարկել Արցախի լուծարման հայտարարությունը եւ այդ իրավական ըստ էության որևէ հիմք չունեցող թուղթը փրկություններ, որ 120,000 արցախցի չմորթվեր, այսօր ԱԳՆ-ն ցինիկաբար հայտարարում է, որ այդ հայտարարությունը դուք արել եք, այլևս արցախցիներ ձեր իրավունքի հարցը դուրս է Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների տիրույթից։ Կանադայի արտաքին գործերի նախարարը նորից հիշեցնում է արցախցիների ինքնորոշման իրավունքի մասին, Շվեյցարիայի խորհրդարանի տարբեր պալատներ կոչ են անում այդ կարևորագույն խնդիրը քննարկել Արցախ վերադարձի, ուրեմն միջազգային արդարադատության դատարանը, ուրեմն բանաձև է ընդունում, որով կոչ է անում Ադրբեջանին ապահովել անհրաժեշտ, ուրեմն բարենպաստ եւ անվտանգ պայմաններ արցախցիների ապահով եւ անվտանգ վերադարձի համար, սրանք մի հատ անամոթ հայտարարություն են երկնում, հերթական անգամ ըստ էության մեղադրելով արցախցիներին, ասելով, որ ձեր նախագահը Սամվել Շահրամանյանը հրապարակեց մի հատ թուղթ, որը խմբագրել է Նիկոլ Փաշինյանը, դրանից հետո մենք ձեր իրավունքներով այլևս չենք զբաղվելու։ Գիտեք, ես ասել, որ ապշացեմ, դա քիչ կլինի, ես չեմ գտնում որևէ հոմանիշների բառարանում, ինչ ասեմ, տիեզերական անբարոյականությունից, հայադավությունից, հակահայկականությունից ավելի հոմանիշ, ավելի խիստ հոմանիժմ, սրանց արածը ընդհանրապես թե արցախցիների, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ բնորոշելու համար ի վերջո, հասկանում եք, անընդհատ մենք նայում ենք վերջի շրջանում Նիկոլ Փաշինյանի մոտ նորից սրվել է ինչ որ տենց լուրջ հոգեբանական այդ բժիշկները գնահատական կտան, ես չեմ ուզում մտնել ինձ համար ոչ մասնագիտական տիրույթ, բայց ես նորից եմ ասում Նիկոլ վերև թռնելու, ներքև թռնելու, սրան նրան պատին ծեփելու փոխարեն կա ամենակարճ տարբերակը, նորից եմ ասում տղա ես հրապարակի բանակցային ողջ փաթեթները, բոլոր են փաթեթները, որոնք այս տարիների ընթացքում եղել են բանակցային սեղանին, Կազանյան փաթեթը, որը ըստ էության մադրիդյան նույն փաթեթն է, որոշ ուրեմն ճշգրտումներով, որը նույն
падգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին համարել է ազգային ժողովի ամբիոնի իր ելույթից լավագույն փաստաթուղթը, տղա ես հրապարակի նորից եմ ասում 2019 թվականին քո վարչապետության ժամանակ 1 ապրիլին, դրանից հետո հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների համանախագահների քո սեղանին դրած փաստաթուղթը, որի մասին մենք իմացել ենք ավելի ուշ եւ որը մերժելով Նիկոլ Փաշինյանը բերել է պատերազմ եւ միակ մեղավորն է, միակ պատասխանատունը Արցախի կորստի 5000 եւ ավել զոհերի, անհետ կորածների, որոնց ծնողներին նախորդին ընդունել էին ազգային ժողովում եւ տեսանք թե ինչ խայտարակ էմոցիոնալ իրավիճակ ստեղծվեց, երբ որ ծնողների ոչ մի հարցին չեն կարողացել պատասխանել եւ այնտեղ ծնողներից, հա, զոհերից մեկի ծնողը, ով չեմ էլ ուզում անունը տալ, Գեգամ Նազարյանը ծնողներին ասել է դե պիտի հաշտվեք, ձեր խնդրեմը ըստեյության այնա, որ չեք ցանկանում հաշտվել ձեր այն երողության հետ, որ ձեր որդիները զոհված են։ Ինչի հետ հաշտվեն։ Հաշտվեն նրա հետ, որ մի ծնողի կանչել 3 հատ ոտք են տվել, 3 ոտք։ Ասել են դե թե նույնականացմամբ այս 3 ոտքն էլ քո որդու ոտքն է, տար թաղի, դրա հետ հաշտվեն։ Ինչի հետ հաշտվեն։ Հաշտվեն նրա հետ, որ մի ծնողի կանչել են դիակ են տվել, որի մոխրացած ոտքին 43 ռազմերի զինվորական կոշիկա, երբ որ նրա որդին 41 համարի կոշիկ էր կրում։ Գոնե այդ համարից հասկացել է, որ այս այրված մոխրացած դին իր որդին չի, ինչի հետ հաշտվեն։ Հասկանում եք, սրանք նաև սրբապիղծ են։ Սրանք նաև ոչ միայն արցախցիների, ոչ միայն զոհվածների ծնողների, այլև մեզ բոլորիս հասցրել են էմոցիոնալ հյուծվածության աստիճանի։ Երբ ես նայում եմ նաև ձեր անցկացրած ուրեմն դրսի հարցումները ժողովրդի, հա, այդ ժողովրդի ձայն հարցումները, երբ որ տեսնում եմ, որ անգամ կանայք, հա, կանայք չեն կարողանում զսպել Նիկոլի նրա ռեժիմի հանդեպ սեռական հայհոյանքները, ես հասկանում եմ, որ այս էմոցիոնալ խելագարության 18 թվականի դագաղների հեղափոխությունից հետո հասարակությանը հասցրել է այս ազգադավ հայադավ ռեժիմը։ Տիկին Զոհրաբյան, թեև Փաշինյանը վստահեցնում է, որ մոտ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, գիտեք, որ համաձայնեցրել են այսպես կոչված տեքստերը եւ կետերը, սակայն մի քանի օր է, ճիշտ 2 շաբաթ կլինի, Ադրբեջանը ինտենսիվ կրակ է բացում սահմանամերձ հայկական բնակավայրերի ուղղությամբ, մասնավորապես Սյունիքի մարզում։ Հիմա եթե համաձայնեցված է այդ խաղաղության պայմանագիրը, ինչի համար է Ադրբեջանը կրակում։ Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության որևէ պայմանագիր, Նիկոլ Փաշինյանը եւ նրա տարբեր կալիբրի ուսապարկեր ստում են, որովհետեւ Ալիևը կրկին պաշտոնապես հայտարարել է, որ այո, 17 կետերը համաձայնեցված են, բայց մենք որևէ նոր նախապայման չենք առաջադրել, ձեր կառավարությունը, Հայաստանի կառավարությունը մշտապես տեղյակ է եղել եւ դրա վերաբերյալ ինչպես հայտարարել է Ալիևի հատուկ ուրեմն հարցերով ներկայացուցիչ Էլչին Աբիրբեկովը, Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի կառավարության հետ բանակցել է Հայաստանի սահմանադրության փոփոխության վերաբերյալ, այսինքն Ալիևի այս փուլում երկու պահանջները, որը ինքը ներկայացնում է, որ դրանք նոր պահանջներ չեն, Նիկոլ Փաշինյանը մշտապես իրազեկված է եղել, որ անգամ տեքստի համաձայնեցումից հետո չեմ ստորագրելու, ես խաղաղության պայմանագիր, մինչև Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, մինչև Հայաստանը չդիմի Ադրբեջանի հետ միասին Մինսկի խումբը լուծարելու համար ինչի են կրակում, հիշենք, մինչև ռազմական լայնածավալ ագրեսիան 23 եւ 22 թվականներին Արցախի հանդեպ նույն վարքագիծներ պարբերաբար կրակում էին Ստեփանակերտի վրա, պարբերաբար կրակում էին ուրեմն Լաչինում, Քելբաջարում, Քելբաջարը արդեն տրված էր, պարբերաբար կրակում էին բոլոր այն բնակավայրերում, որոնք դեռևս հայկական էին, այդպես հող նախապատրաստեցին լայնածավալ ռազմական էսկալացիայի, չնայած պաշտպանության նախարար
սպարապետ Սուրոն որևէ մտահոգիչ բան չի տեսնում, նաև նախորդին լրջագույն էսկալացիա է եղել, ինչպես փոխանցեցին նաև պայմանագրային զինծառայողների հարազատները 1 ժամից ավել թիրախային կրակել են Խրամորթում եւ Սյունիքի մյուս բնակավայրերում, սրանք հայտարարում են, որ օդ են կրակում, այս ամենը նախապատրաստությունը, ռազմական նոր էսկալացիա եւ պատահական չէ, որ նախորդին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռազմական առաջի պատրաստության աստիճանի ա բերել ադրբեջանական զորքը եւ զորքին, ինչպես մենք նայեցինք ադրբեջանական լրատվամիջոցներից եւ պաշտպանության նախարարության Ադրբեջանի տարածած պաշտոնական հաղորդագրությունից հրահանգ է տրված անմիջապես արձագանքել ցանկացած սադրանքին, իսկ սա ինչ է նշանակում, որ իրենց իսկ կազմակերպած սադրանքներին մենք առաջիկայում ցավոք սրտի տեսնելու ենք Ադրբեջանի լայնածավալ ճակերտավոր արձագանքը հերթական ռազմական էսկալացիայի տեսքով։ Ես իրավունք ունեմ, լեգիտիմ իրավունք ունեմ ունենալու լրջագույն կասկածներ, որ այս ամենը ըստ էության Նիկոլ Փաշինյան, Հեյդար Ալի, կներեք Իլհամ Ալիև պայմանավորվածությունների արդյունք է, որ հերթական անգամ մեր զինվորների կյանքի գնով Ադրբեջանը ստանա այն տվյալ դեպքում Զանգեզուրի միջանցքը, ինչը ինքը, ինչպես հայտարարեց Ալիևը Միրի Մեջլիսում ունեցած իր ելույթում անպայմանորեն ստանալու է եւ ինչպես հայտարարեց Միրի Մեջլիսի Յենի Ադրբեջան կուսակցության падգամավորը, հայերը պիտի անխոս եւ լրելային կատարեն Ադրբեջանի բոլոր պահանջները, եթե չեն ցանկանում, որ արդեն Երևանը լցվի նոր դագաղներով։ Տիկին Զորաբյան, եղավ նաև Freedom House-ի հայտարարությունը։ Զեկույցը, այո։ Ինչպես է գնահատում դա եւ ինչ թիրախային անդրադարձեր է Տեսեք, հայտարարությունն է, որ սրանք, որ խոսում են հաղթահարված կոռուպցիայի մասին, հիշում եք, չէ, Նիկոլ Փաշինյանը բղավում էր, որ մենք տուժում ենք մեր չափից ավելի ժողովրդավար լինելու մասին։ Freedom House-ը կրկին արձանագրել է դատարաններում կոռուպցիայի առկայությունը, արձանագրել է խոսքի ազատության սահմանափակումները, արձանագրել է, որ անընդունելի էր եւ ուղղակիորեն կատաստրոֆա էր վարչապետի խնդրանքով բարձրագույն դատական խորհրդի եւ եւս 6 բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարական են, որ SMS-ով խնդրել է, որ հրաժարական տան, արձանագրել է քաղաքական հետապնդումները, արձանագրել է դատական գործերի վրա քաղաքական ազդեցությունը, արձանագրել է խաղաղ պայմաններում զինված ուժերում մահվան դեպքերի ահռելի թիվը, արձանագրելով, որ 2018-23 թվականներից դեռ 24-ը չհաշված 436 մահվան դեպք եղել խաղաղ պայմաններում հայկական բանակում, եթե 24 թվին էլ գումարում ենք, դատախազության թիվը 40 մահվան դեպք, որից ընդամենը 4-ն է եղել Ադրբեջանի թշնամու կրակոցից, ստանում ենք մի հատ խայտարակ իրավիճակ եւ այս ամենը արձանագրել է Freedom House-ը, այսինքն այս իշխանության բոլոր են ժողովրդավար բանտիկները, այն որ ինքը գալիս էր ազատ խոսքը պաշտպանելու, մարդու իրավունքը պաշտպանելու, դատարանների վրա իբր քաղաքական ազդեցություն չեզոքացնելու, այսօր Freedom-ը բոլոր այդ ոլորտներում արձանագրում է կատաստրոֆիկ հետընթաց։ Օրինակ բերեմ, ինձ համար շոկային էր նախորդին կարծեմ մշակույթի գործիչ Անի Հակոբյան, ով գրառում էր արել, որ քննչական կոմիտեից ծանուցում է ստացել, զարմացել է ինչի է ստացել, զանգել է քննչական կոմիտե եւ իրեն պարզաբանել են, որ ձեզ ծանուցում ենք տվել Ավետիք Իշխանյանի լուսահոգի Ավետիք Իշխանյանի մահ դավաճաններին
ֆորմուլան, հա, նախադասությունը լայքելու համար։ Դուք պատկերացնում եք նախ այդ աղջիկը հետո ստուգելա, որ ինքը ոչինչ չի լայքել, բայց էականը դա չէ։ Պատկերացնում եք գրառում մահ դավաճաններին, գրառում լայքելու համար, երևի Հյուսիսային Կորեայում այնքան այսպիսի բան չկա։ Նախորդին էլ 68-ամյա ազգանունը գրել եմ Տիգրան Դերմոյան, հա, մեղադրանք առաջադրվեց, հիշում եք, անցած տարի ապրիլի 24-ին Աննա Հակոբյանը Ծիծեռնակաբերդում էր եւ այնտեղ նրան հետևից բղավեցին հողատու դավաճան 68-ամյա մարդուն 3 չառաջ օրը այլևս մեղադրանք առաջադրվել։ Հասկանում եք, էս էլ, հա, Նիկոլ Փաշինյանի դեմոկրատիանա լայքի համար մահ դավաճաններին նախադասության լայքի համար, երբ որ պարզել չէր այդ մահ դավաճանը, ում ա վերաբերում, բա դավաճանները չպիտի մեռնեն, հա, բա դավաճաններին մահ չպիտի լինի, հա, մի հատ գնացեք ամենաժողովրդավարական եվրոպական երկրում, ես չգիտեմ, Ֆրանսիայում կամ Գերմանիայում ասեք, որ դուք կանգնեք եւ ասեք մահ դավաճաններին, հա, եւ այդ գրառումը լայքեք եւ դրա համար ձեզ կանչեն քննչական կոմիտե։ Այդ երկրում ժողովրդավարության, խոսքի ազատության առումով դուք ինչ կմտածեք։ Հասկանում եք, ես չգիտեմ ինչ իրավիճակ կա դեմոկրատիայի կատաստրոֆայի առումով Հյուսիսային Կորեայում, բայց ես վստահ եմ, որ երևի թե նույնական իրավիճակ կա, որ մահացած մարդու գրառումը լայքելու համար կարող են մարդուն կանչել քննչական կոմիտե։ Տիկին Զորաբյան, նաև մշտապես արդիական է հարցը, թե ովքեր են ի վերջո հեռացնելու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, մանավանդ այն արհավիրքների մասին, որոնց մասին անդադ բարձրաձայնվում է, ձեր կարծիքով նախկին նախագահները կարող են անել դա, թե պետք է ստեղծվի նոր ուժ, ի հայտ կան նոր ուժեր, որոնք պետք է ստանձնեն այդ պատասխանատվությունը։ Տեսեք, նախ մի բան էլ ուզում եմ մի զարհուրելի դեպքի էլ ուզում եմ անդրադառնալ, հիշում եք, չէ, այն զարհուրելի տեսանյութը, որը այս վիժվածքը Քամիլ Զեյնալին, այս ադրբեջանցի շունը ինքը գցել էր, որ ինչպես է ողջ գլխատում տարեց Արցախցուն եւ այդ կադրերը այս վիժվածք պորնիկի ծնունդը ինքը գցել էր սոցիալական իր էջերում, հիշում եք, որ այս անասունին կալանավորեցին Մոսկվայում, բայց չարտահանձնեցին Հայաստանին եւ Մոսկվան, Ռուսաստանը այս անասունին, այս Ռամիլ Սաֆարովի նույնական պորնիկին արտահանձնեց Բաքվին եւ Հայաստանը հայտարարել էր հետախզում այս մարդասպան պորնիկի հանդեպ նախորդին այս պորնիկը, այս պորնկորթին Քամիլ Զեյնալին հայտարարել է ուրախությամբ, որ փաստում է, որ իր հանդեպ միջազգային հետախուզումը հանված է, այսինքն Հայաստանը այս մարդասպան պորնիկի հանդեպ միջազգային հետախուզումը հանել է։ Դուք պատկերացնում եք սա ինչ է նշանակում, հիշում եք, չէ, այդ կադրերը, ինչպես էր գլխատում, մորթում տարեց Արցախցուն, Արցախցու աչքերը միջև հիմա ես խելագարվում եմ այդ կադրերը հիշելուց եւ Հայաստանը այս պորնիկի վաստակի, այս Ռամիլ Սաֆարովի դվայնիկի հանդեպ միջազգային հետախուզումը հանել է։ Սա ուղղակիորեն զարհուրելի է։ Հետո նաեւ Ես մի դրվագն էլ ուզում եմ արձանագրեմ, հա, ես չգիտեմ ինչով է զբաղված այս արդարադատության նախարար Տիկինը, բացի ինչ որ տենց սեթեմեթանքներով ազգային ժողովում, չգիտեմ ինչեր անելուց, պարզապես ինձ խնդրել են ՑՄԱ ազատազրկվածների հարազատները, գիտեք նախորդին Նուբարաշենում 5-րդ հարկում Բերթի ՑՄԱ ազատազրկվածների մասնաբաժնում մտել եւ ուղղակիորեն ջարդ են արել։ Կանց ոսկորներ են կոտրել եւ հետագայում ինչ որ անհեթեթ հայտարարություն են տարածում, թե նրանք ներքնակներ են այրել եւ բունտ են արել, ստում են, նման բան չի եղել եւ անգամ իրավապաշտպաններն են, հա, այնքանով ինչքանով որ Հայաստանում դեռևս մնացել է 1-2 իրավապաշտպան, հայտարարում են, որ դա սուտ է, սա ինչի մասին է խոսում, սա խոսում է, որ սրանք կարծում են բռնությամբ, ծեծելով, ջարդելով, իրանց պուճուրիկ,
ինչ ասեմ, ոչնչային գոյը ուզում են այսպես մեծ ցույց տալ։ Իրանց թվում է, որ բռնություն գործադրեցին, կապ չունի կալանավորի հանդեպ են անում, ցմահ ազատագրվածի հանդեպ են անում, իրանց այսքան ստվերը, հա, այն մկների ժողովի նման, որ այսքանի ստվերը, այսքան այրևում, իրանք իրականում կան։ Ես վստահ եմ, որ այս բոլորի պատասխան տալու ժամանակը գալու է, հա, նույնիսկ եթե մարդը ցմահ ազատազրկված է, ապա պետությունը պարտավոր է նրան պատիժ տալով կալանավայրում նրա իրավունքները պաշտպանի եւ տեսեք թե վերջին մի քանի տարիներին մենք քանի մահվան դեպք ունենք կալանավայրերում եւ հատկապես ինքնասպանություններ այս բոլորի, այս նախարարիկների, այս իրանց, չգիտեմ, պոդիումի ծիտիկի տեղ դրած նախարարուհիների պատասխան տալու ժամանակը եւս գալու է եւ տվյալ դեպքում ես նկատի ունեմ արդարադատության նախարարին, որը նախորդին իրավական առումով կատաստրոֆիկ հայտարարություն անում, ասում եմ մենք ամեն ինչ պիտի անենք, որ Հայաստանի փոխվելիք սահմանադրությունը խոչընդոտ չլինի խաղաղության համաձայնագրին, սա իրավական առումով ինչ ասեմ, իրավական տուպիզմ է, այսինքն երկրի սահմանադրությունը մենք պիտի համաձայնեցնենք Ալիևի պահանջներին, Ալիևի թելադրած տեքստին, այս հայտարարությունը մենակ բավարար է, որ շատ շուտով, իսկ ես վստահ եմ, որ այս ռեժիմը շատ շուտով չի լինելու, այս կինը, որը ասում է, որ մենք ամեն ինչ պիտի անենք, որ խաղաղության պայմանագիրը չհակասի սահմանադրությունը չհակասի խաղաղության տրամաբանությանը, ահա այս հայտարարության համար ինքը անպայմանորեն պատասխան տալու է։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, գիտեք, ես չեմ ուզում, որ մենք այսօր հիմա այստեղ բացառենք, թե ով չի կարող լինել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացում։ Ինձ համար կամ մեկ չափորոշիչ, մեզ պետք է մահապարտ ընդդիմություն։ Այսօր ով այդ մահապարտությունը կստանձնի, ես որպես մահապարտ զինվոր կանգնելու եմ այդ մահապարտի կողքը։ Դա աներկբա է եւ դա միանշանակ է, որտեւ ես մշտապես ասել եմ եւ հիմա կրկնում եմ, իր իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը գնալու է ամեն ինչի, գնալու է արյան, գնալու է քաղաքացիական բախումների։ Մեզ պետք է նույնքան մահապարտ ընդդիմություն եւ նույնքան մահապարտ ընդդիմադիր առաջնորդ։ Եվ եկեք հիմա բաժանարար գծեր չդնենք, որովհետեւ որևէ մեկս չգիտենք Հայաստանի պետականությանը ինչքան է մնացել եւ ինչ պայմանավորվածություններ կան Ալիև Փաշինյան, որ դեռևս պիտի ջարդվեն Հայաստանի գլխին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի քաղաքական հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ, կհանդիպենք։